Ողջույն սիրելի բարեկամներ։ Ժողովրդական իմաստությունն ասում է. չկա գաղտնիք, որ չբացահայտվի։ Բացահայտվեց նաև տաղանդավոր գրող Դանիել Վարուժանի գավազան կրելու պատճառը։ Դանիել Վարուժանը, որ դասավանդում էր Սեբաստիայի Արամյան վարժարանում, մի օր դպրոց է գնում ձեռքին մի սիրուն գավազան։ Այդ նորությունը անմիջապես գրավում է բոլորի ուշադրությունը։ Սեբաստիայում անշուշտ կային ձեռնափայտ օգտագործողներ, որոնք կամ պաշտոնյաներ էին, կամ մեծ աղաներ, ովքեր ձգտում էին պատկառազդու երևալ։ Իսկ Վարուժանի համար անսպասելի էր այդպիսի հավակնությունը։ Ինչը կարող է լինել դրա պատճառը։ Բացենք դրամայի վարագույրը։ Արաքսի անունով խարտյաշահեր մի դեռատի գեղեցկուհի ծնողներին խնդրում է թույլ տալ անհատական դասեր վերցնել նորեկ մեծահամբավ քերթողից։ Ծնողները սակայն անպատշաճ են համարում այդ քայլը, քանի որ աղջիկն արդեն նշանված էր քաղաքի անվանի հարուստ ընտանիքի մի զավակի հետ։ Սեբաստահայ նահապետական բարքերի պայմաններում դա կարող էր բամբասանքի անսպառ նյութ դառնալ։ Սակայն աղջկա թախանձանքի հանդեպ ծնողները չկարողացան անդրդվելի մնալ եւ արտոնեցին Արաքսիային գնալ դասի միայն թե մոր ընկերակցությամբ։ Աշակերտուհին եւ ուսուցիչը հենց առաջին հայացքից սիրահարվում են եւ բամբասանքի շշուկներ են սկսում շրջել ամենուր։ Աղջկա նշանածը պահանջում է անմիջապես վերջ տալ այդ անխոհեմ դասավանդմանը։ Դա պատվի եւ արժանապատվության հարց էր նաեւ Արաքսիայի ծնողների համար։ Հայտնի առևտրականներ լինելով, ինչպես վիրավորված չզգային, երբ իրենց դստերը հավակնողը ինչ որ բանաստեղծ էր, մի համեստ վարժապետ։ Աղջիկը սակայն տեղի չի տալիս եւ վերջի վերջո խոստովանում է իր նախընտրությունը։ Իսկ Վարուժանի ընկերները, նկատի առնելով նրա անձի շուրջ ծավալվող լարված տրամադրությունները, որպես պաշտպանական միջոց, նրան խորհուրդ են տալիս ձեռնափայտ գործածել։ Սեբաստահայ արհեստավորների մեջ դանակագործները նշանակալի տեղ էին գրավում։ Նրանց պատրաստած զմելիները, դանակներն ու սրերը հարգի էին եւ լայն սպառում ունեին։ Արդ այդ վարպետներից մեկը գավազանի մեջը փորում եւ զետեղում է մի այնպիսի սվին, որը ամրացված լինելով բռնատեղին, իր փայտյա պայծյանից կարող էր անմիջապես մերկանալ մի փոքր կոճակի սեղմումով, որը զետեղված էր զարդանման արծաթյա օղակի մեջ։ Վարուժանի գավազանի գաղտնիքը հենց դա էր։ Վարպետն այն նվիրել էր բանաստեղծին, որն էլ դրանով շարունակում էր իր սովորական ընթացքը։ Գավազանի գաղտնիքն ի վերջո բացահայտվեց, բայց ինչպես ավարտվեց երկու սիրող սրտերի դրաման։ Ամիսներ տևած, նույնիսկ վիպականորեն դրամատիկ ապրումներից հետո, վերջապես հաղթանակում է երկու սիրահարների մաքուր, անկոտրելի կամքը։ Աղջկա ծնողները ստիպված հարուստ փեսացուի նշանը հետ են տալիս եւ համակերպում, որ Արաքսիան իր ճակատագիրը կապի համբավավոր, սակայն դժբախտաբար անկուտի մի բանաստեղծի հետ։ Սիրելիներս, ձեզ հետ է Մանուշակ Շիրինյանը, կհանդիպենք, լավ մնացեք։